Ձեզ ենք ներկայացնում դեկտեմբերի 1-ի լուրերը համառոտ։ Այսօր առավոտյան փլուզվել է Երևանում Շիրակ փողոցի դաշնամուրի գործարանը, այն վաղուց չէր շահագործվում։ Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Ալեն Սիմոնյանը զրույցի ընթացքում անդրադարձել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների խնդրին։ Եգիպտոս կատարած աշխատանքային այցի շրջանում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է EDEX 2025 միջազգային ցուցահանդեսի բացմանը։ Հանդիպում են ունեցել Եգիպտոսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ եւ քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։ Ուկրաինան շարունակում է մեծ հարվածներ ստանալ Ռուսաստանի Դաշնությունից։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին շեշտել է, որ անհրաժեշտ են իրական եւ հուսալի լուծումներ պատերազմը դադարեցնելու համար։